Ես ժամանակին ասում էի, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան անտառ կտրելով։ Տավուշի բնակավայրերից հաղացինում այսօր նշել է Նիկոլ Փաշինյանը, հիշելով տարիներ առաջ համայնքի բնակիչների հետ ունեցած զրույցը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուներն այսօր Տավուշի բնակավայրերի խնդիրներն են լսել։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում կուսակցության առաջնորդը կարևորել է անտառ պահպանման հարցերում վերջին տարիներին ներդրած ջանքերը։ Նա ֆիքսել է, որ այդ աշխատանքները արդյունք են տվել։ Ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում հիմա Տավուշ։ Տենում այդ վիլիսները սկսել են գույնը փոխել, սկսել տենամ այդ վիլիսների թափքում արդեն նստատեղերը հայտնվել։ Պարզվեց, որ զբոսաշրջիկների են տանում դիմաց սա։ Փաշինյանը նկատել է, որ երկրի զարգացման մասին են խոսում այլ գործոններ եւս։ Օրինակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համակարգն արդեն էական արդյունք է տվել բնակչության առողջության որակի բարելավման գործում։ Մինչև 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին ստանում են նվազագույն, էս էլ է շատ կարևոր, Ժորժ ջան, որտեղ տարընթերցում չլինի ոչ թե առավելագույնը, այլ նվազագույնը։ Այս շատ կարևոր երաշխիք է, որովհետև առողջության ապահովագրությունը ծածկում է Հայաստանում առկա առողջապահական ծառայությունների 30%-ը, բայց ամենաշատ օգտագործվող 30%-ը։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաև խոսել է ճանապարհների բարեկարգման խնդրի մասին, շեշտելով, որ օրինակ Հաղացին գյուղի ճանապարհները նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատված չեն եղել, իսկ հիմա 3 փողոց արդեն սալարկված է, իսկ գալիք տարիներին սալարկվելու են մյուս հատվածները։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։